Բարևձեզ, այսօր մեր 10 բլիթ հարցերին պատասխանելու են Պեո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Նազարյանը։ Բարևձեզ, ընկեր Նազարյան։ Բարևձեզ։ Օգտվելով օրենքից ծննդավորում ենք ես և բոլոր կանանց ու աղջիկներին մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ թող գնենային այս պայծառ տոնի տրամադրությունը ուղղակի ես ամեն օր կարող եմ սկսել մեր հարցումը։ Նախ շնորհակալ եմ Նարեկ ջան, շատ եմ շնորհակալ, սկսենք։ Սկսեցինք, ո՞րն է տարվա ձեր եղանակը։ Իմ սիրելի եղանակը դառնում է, դռները բացեք, դառն է գալիս։ Կա գիրք, որ ընթերցելուց հետո աշխարհին այլ աչքերով է սկսել նայել։ Այլ աչքերով նայել հիմա չեմ կարող հիշել կներես, բայց ինձ առաջնորդել է Մանյանի քարյակները։ Նշեք 3 հատկանիշ, որոնցով 2025 թվականի դպրոցականը տարբերվում է ձեր աշակերտության տարիների դպրոցականից։ Տարբերվում է ինքնավստահությամբ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու ունակությամբ, համարձակությամբ է տարբերվում։ Հաճախ ասում են ուսուցիչ աշակերտի երկրորդ մայրն է, այս դիտքից ո՞րն է ձեր ամենակարևոր խորհուրդը ձեր սաներին։ Սիրելիներս, եղեք մարդասեր, հայրենիքը սիրեք։ Ո՞րն է ուսուցիչ աշակերտ հոգևոր կապի ամենակարևոր գրավականը։ Փոխադարձ վստահությունն է, փոխադարձ հարգանքն է, սերն է փոխադարձ։ Եթե հնարավորություն ունենայիք ճանապարհորդելու ժամանակի միջով և հանդիպելու ձեր սիրելի գրողի հետ, որ տարում կլիներ կանգառում։ Կանգառը կլիներ Եղիշե Չարենցի հետ, կկանգնեի Մարսի դիմաց ու կարտասաներ, ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն սիրեմ։ Շահյանն ասում է, մեր լեզուն մեր խիղճն է դա, մեր խիղճն այսօր մաքուր է։ Խիղճը կմաքրվի, եթե սիրենք մայրենին, պաշտենք մայրենին։ Բախտը բերում է, թե բախտը ջերք է բերում։ Սիրելի Նարեկ, արունկում դնենք քաջնազարներին ու փոխ բախտը ժպտա բոլոր նրանց, ովքեր սրտացավ մարդիկ են, ովքեր բարու գեղեցիկի կրողներն են։ Կա իրավիճակ, երբ շուտը կարող է արդարացված լինել։ Ոչ, սուտը երբեք չեմ կարող արդարացնել սուտը։ Սուտը գեղեցիկը ինձ համար ահավոր վատ հատկանիշները։ Հայրենիք բառը ձեզ մոտ ինչ պատկերի հետ է առաջացնում։ Հայրենիք և մայր։ Սա ցնակարջում մեր ժամանակ հատկացնելու համար։ Ես եմ շնորհակալ Նարեկ, սիրելի Նարեկ, ապրես։ Ձեզ հետ կրկին ես էի, Նարեկ Գավոյանը, մինչ նոր բլիթ հարցեր։ Ընկեր Չարենցյան ջան, այսօր ես գեղեցիկ եմ, չէ՞։ Իհարկե Նարեկ, դու միշտ գեղեցիկ ես։